Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխայիլ Կավելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի և Վրաստանի նախագահները այնուհետև հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Մինչ այդ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել, հուշակոթողին ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետները։ Մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Տալինում վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքներ Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ եւ ես ուզում եմ ասել, որ նաեւ վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք նաեւ որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար։ Հայաստանում երբեմն նաև արվում են մեկնաբանություններ, որոնք Փաշինյանի կարծիքով ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Նրա խոսքով Հայաստանը ամենևին էլ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ Հայաստանն ուզում է, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին, մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար եւ գնահատվեր անիրատեսական եւ անհնար։ Վարչապետն ընդգծում է, այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա եւ իր շնորհակալությունն է հայտնում Եվրամիությանը, նաեւ Էստոնիային այդ որոշմանն աջակցելու համար։ Փաշինյանը հույս է հայտնում, որ Եվրամիության հետ կխորացվեն հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում տնտեսական, առևտրային ուղղություններով։ Իսկ ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրում եւ կոնկրետ ինչ առաջարկով կարող է աջակցել մեր երկրին։ Հարցն այս անգամ Էստոնիայի վարչապետին էր ուղղված։ Իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, այսինքն ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը։ Եվ ինչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում, դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Մենք խրախուսում ենք եւ բարեփոխումները շոշափելու օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Քրիստեն Միխալը թվեց Հայաստանի եւ Էստոնիայի միջև բազմավոլորտ համագործակցության ուղղությունները, կրթությունից մինչև տնտեսության դիվերսիֆիկացում։ Ընդգծեց նաեւ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարեւոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել, եւ այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով համաձայնագիրը կստորագրվի։
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ ակնկալիքն առայն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Այս ամենին նախորդել էր Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետների նախ առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Կրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը, անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հաջորդիվ ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։ Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցում։ Նշվում է, որ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում Սինիրլիօղլուն ողջունել է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը եւ հույս հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Նա նշել է ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Հաղորդագրության համաձայն գլխավոր քարտուղարը այցելել է նաեւ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ, որտեղ քննարկվել են տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հնչել են մի շարք հայտարարություններ։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Իրականում դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Մասուդ Փեզեշքյանին Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականացուն դարձնելու համար մոտ գրեթե 9 ամիս պահանջվեց։ Վերջին անգամ Իրանի նախագահ Բաքու էր այցելել անցած տարվա մայիսին, դա Էբրահիմ Ռայիսին էր եւ հիշում ես յետադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը դեռևս մինչ օրս մինչև վերջ չհետաքննած պայմաններում կործանվել էր եւ մինչ օրս դեռ հարցեր կան եւ այդ հարցերից մի քանիսը կապված է նրա հետ թե ինչ դեր է ունեցել այս ամենում Ադրբեջանը։ Ինչևէ, հայտնի էր, որ Ռայիսին պատրաստվում էր նաեւ Երևան մեկնել, իսկ այն մասին թե արդյոք Փեզեշքյանը գալու է Երևան, որևէ պաշտոնական համենայն դեպս տեղեկություն մինչ օրս չկա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների այդպիսի այցը իսկապես ծրագրվում է։ Արտյոմ, այցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դժվարին փուլում են, գոնե թե բարեկամական չես անվանի այդ հարաբերությունները։ Առնվազն մեղմ ասած, հա։ Փեզեշքյանը այցից առաջ հայտարարել էր, որ իր այս այցը նոր էջ է բացելու Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, իսկ այդ հարաբերություններում լարվածությունը ել ավելի էր աճել Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունում
նախանցած տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ էթնիկ մի ադրբեջանցի հարձակում էր կատարել դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, արդյունքում եղավ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Դրանից հետո Ադրբեջանը պարզապես օգտագործեց այդ առիթը դեսպանությունը փակելու, դիվանագիտական այսպես դեմարշներ կազմակերպելու համար։ Իրականում դա ընդամենը պատրվակ էր, որը օգտագործել էր Ադրբեջանը, իսկ իրական պատճառն այն էր, որ Իրանը շատ հստակ էր դրել իր մոտեցումը այն հարցում, որ Ադրբեջանի պահանջները ուղղված Հայաստանին, կապված այդ Սյունիքի տարածքով սուվերեն միջանցքի, անհիմն են եւ հակասում են Իրանի պետական շահերին։ Անգամ այդ զորավարժությունների շարքից հետո հարաբերությունները կտրուկ վարդարացել էին եւ անգամ ուժային բախման վտանգ էր առաջացել։ Անցած տարվա ամռանը հուլիսին որոշ այսպես ջերմացում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանում ցմահ ազատազրկման դատապարտեցին այն ադրբեջանցի ոճրագործին, որը հարձակումներ կատարել, բայց չէին շտապում իրականացնել մահապատժի այդ դատավճիռը։ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ անդրադարձել էր այդ խնդրին, հայտարարելով, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև վերջնական հարաբերությունների բարելավումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ ահաբեկիչը պատժվի։ Եվ ահա երեք հայտնի դարձավ, որ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մահապատիժը ի կատարածվի եւ ամենայն հավանականությամբ մոտ օրերի ընթացքում Յասին Հուսեյնզադեն, այդ ահաբեկիչը, իսկապես կիրականացվի նրա հանդեպ մահապատիժի վճիռը։ Բաքվում հույսեր են կապում, որ Իրանի նոր նախագահ ադրբեջանցի է, այդ հույսերն արդարանում են։ Մեսուդ Պեզեշքյանը իսկապես էթնիկ ադրբեջանցի է, երբեք չի թաքցրել եւ անգամ տանը իր զավակների հետ ադրբեջաներեն է խոսում եւ դա Բաքվում որոշ այսպես անհիմն հույսերի հիմք էր դա դարձել։ Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրում էր այն մասին, որ քանի որ ադրբեջանցի է ընտրվել Իրանի նախագահ, դա զգալիորեն կօգնի Թեհրանի հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Իհարկե այս հույսերը անհիմն էին, քանի որ Պեզեշքյանի համար առաջնահերթ են ոչ թե նրա էթնիկ ծագման հետ կապված նկատառումները, այլ պետական շահը, որը ակնթայտորեն հակասում է Ադրբեջանի շահին։ Եվ այս այցից մի քանի օր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պեզեշքյանը մի քանի շատ կարևոր ազդակ էր ուղղել Ադրբեջանի իշխանություններին։ Դրանցից մեկը հետևյալն է, որ Իրանը այսուհետ եւս շարունակելու է պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները, մեջբերեմ նրա խոսքերը։ Մեր ու Ադրբեջանի միջև թշնամանք չկա, մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, ինչպես եւ պաշտպանում ենք Հայաստանին իր օրինական իրավունքների շրջանակներում։ Սա բառացիորեն մեջբերում էր։ Երկրորդ ազդակը կապված է այն բանի հետ, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի միջանցք Հայաստանի տարածքով։ Մեջբերեմ նրա խոսքն, այսինքն ոչ թե մեջբերեմ, նկարագրեմ։ Նա ասել է, որ Իրանը իր կողմից շատ շուտով կիրականացնի այն միջանցքը, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ Իրանի տարածքով եւ այստեղ ոչինչ չի խանգարի Ադրբեջանին օգտվել այս տրանսպորտային խողովակից։ Այսինքն սա զգուշացում է Ադրբեջանին, որ եթե դուք իսկապես տրանսպորտային ուղի եք ցանկանում, ապա այդ ուղին մենք ձեզ կտրամադրենք եւ Հայաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Իսկ եթե ձեր ուզածը այլ բան է, ապա այստեղ արդեն գործ պետք է ունենաք Իրանի հետ, քանի որ Իրանի ազգային շահերին դա ակնհայտորեն հակասում է։ Արտեմ, ինչ է հայտնի բանակցությունների թեմաների մասին։ Պեզեշքյանը շատ ներկայացչական պատվիրակության ուղեկցությամբ է Բաքու մեկնել, 120 հոգի ուրեմն դիվանագետ, գործարար, պաշտոնյա է նրան ուղեկցում, այդ թվում նախարարներ եւ հյուսիսային նահանգների նահանգապետեր։ Բանակցությունները Բաքվում տեղի ունեցան նախ նեղ կազմով, այնուհետ ընդլայնված կազմով, մի շարք փաստաթղթերը ստորագրվեցին ոչ այդքան կարևոր։ Կարծում եմ գլխավոր թեման Պեզեշքյան Ալիև բանակցությունների իհարկե Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումն է եւ այս առճակատման հարցում Ադրբեջանի դերն է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի գործողությունը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային ֆազայի
Ուկրաինայի հասնի։ Եվ պատահական չէ, որ այս այցից հաշված օրեր անց, իսկ ավելի կոնկրետ մայիսի 8-ին Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն եւ մնալու է Բաքվում 3 օր։ Այսինքն դա եւս վկայում է այն մասին, որ այս երկու այցերը այսպես կապակցված են եւ Ադրբեջանը այստեղ որոշակի բավական մեծ դեր ունի։ Մյուս կարևորագույն թեման դա այն տրանսպորտային նախագծերն են, որոնք կապում են Իրանը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով եւ նաեւ էներգետիկ նախագծերը։ Դա վերաբերվում է Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի միջև գազային փոխանակումների գործարքին եւ Ռեշտ Աստարա երկաթգծային նախագծին, որը վաղուց արդեն չեն կարողանում իրականություն դարձնել ռուսներն ու ադրբեջանցիները, քանի որ Իրանը չի ձգտում զարկ տա, այսինքն առաջ տանել այս նախագիծը։ Եվ իհարկե կասկած չունեմ, որ այս բանակցություններում շոշափվել է նաև հայկական թեման, մասնավորապես այն նախագիծը, որը Բաքվում Զանգեզուրի միջանցք են կոչում, եւ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքման հարցը, որը եւս վերաբերվում է ուղղակիորեն Իրանի շահերին։ Շնորհակալություն արդյոք։ Խոշոր վթար է տեղի ունեցել Գյումրիում առավոտյան Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 մեքենա՝ Ford, Opel, Gaz, Mercedes-Benz եւ ահազանգերով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 անձ, այդ թվում 3 փրկարարական ծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Ford Մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Հոսպիտալացված քաղաքացիներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է բազմակի կոտրվածքներով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մանրամասները մեր գործընկերների տրամադրած ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այս անգամ լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք եւ հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Տվյալների ճշգրտման եւ իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ։ Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։ Հաշվարկները ուշագրավ են։ Ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով։ Հիմք ընդունելով հաղորդման փաստերը քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզության գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական եւ գործունեության հասցեներում։ Արդյունքում արգրավել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ այլ նյութեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության եւ հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է, նպատակ ունենալով բացահայտել եւ կանխել նմանատիպ դեպքերը։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։